Այս չորեքշաբթի մայիսի 27-ին ժամը 22:45-ին քաղաքագետ Արամ Ավետիսյանի յութուբյան ալիքում դիտեք հրատապ թողարկում նվիրված Հայաստանի Հանրապետությանը սպառնացողներին։ Հայի գենի իսպառ բացակայությամբ Սակայ Սիմոնյան ազգանունը կրող ռուսի սապոգ Մարգարիտան շարունակում է վիրավորել Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի կոշտ պատասխանը. Слушайте, люди, граждане Армении, я не гражданка Армении, слава тебе, Господи, но граждане Армении, но если вы его не снесете, ну я даже не знаю, это что, повальное какое-то грибоедение, есть больше что ли нечего, может нам помочь как-то гуманитарной помощью, отправить туда там хлеб, пшену, я не знаю, что-то, чтобы люди перестали есть грибы, потому что говорить такое и творить такое можно только в состоянии сильного галлюциногенного наркотического грибного опьянения. Голосовать за такое можно в таком же состоянии. Ну, причина это может быть разве что голод, наверное, думаю я. Ну что, не набросились так на эти грибочки? Ну, давайте решим эту проблему с голодом, да и все. И не перестанем вспоминать про это позорище, с которым мне стыдно носить фамилию, заканчивающуюся на одинаковые буквы. И как-то, ну, наладим жизнь в Армении в первую очередь. Россия это без Армении обойдется, а вот Армения не обойдется. Մենք որ 100,000-ով զոհ եք տվել Ուկրաինայում, ոդրանից քիչ եք պատմում, ոդրանից խոսա, թե դուք եք չերիքում, ոտդ որից եք կպոկի Պուտինը, որ բաց ծապտուն հանես։ Իրանց ազգը Արտուր, Մոսկվայից դուրս գալի սոված սատկում են, այդ խեղճ ժողովուրդը։ Եկե Հայաստանին է քննադատում, ցորեն ուղարկենք։ Եվ ցավալին նա Ես կոմբիգեր կուղարկեմ Պեսկովի կանգայդ կլապ ես արա։ Այ զիբիլ։ Վիժվածքներին նայելը։ Մտ Արտուր եւ գիտեք ինչն է հարցը, սրանց այդ ռուսական էլիտային նայում ես։ Կնանիկ պուտանկա։ Իրանք խմող, կոռուպցիոներ, ազգը տանջվում սոված սատկում, հələ մտ մեզ բանը Հայաստանի օգնություն են, ցորեն բան ձեր են առնում էլի մեզ։ Գրացեք կոմբիգեր լապեք, արա Կրեմլի պատերի տակ։ Ձեր հարցերով զբաղվեք։ Ու ես նշեմ, որ սա սատկելու է մոտ ապագայում։ Մարգարիտա Սիմոնյանի եւ ռուսների ջեբիշուն Միկա Բադալյանը շարունակում է Մոսկվայից գրմռալ եւ շարունակում է ուղղորդել Ռուսաստանի հայերին, որպիսի գան Հայաստան եւ մասնակցեն ընտրություններին։ Բաբայան Վահանի հանդիպեցի անցնելուց բարևեցինք Վաղաշակ Հարությունյանի հետ մասնակցում ընտրություններին, անցնում էի փողոցում, բարևեցինք ոնց էս ոնց չես, նկարել են, գցել են իրանց տելեգրամներ այդ շո Միկա Բադալյան կա։ Ինձ էլ մռազա գրել։ Մի մարդ Արտուր լսում եմ լսի այլ դրփի տղա։ Պատմեմ որ կնիկը դվրից է թրել էր արա։ Այ քնձեղ։ Ոտդ որից է կպոկեմ Միկա ես ինչ ես եկար Հայաստան արա։ Շանցը մենք Մոսկվա էլ գնացինք, չէ, հրճվում էին մեզ ձերփակա։ Բա որ մենք Մոսկվա դուրս եկանք, Կրեմլի քայլում ենք, զանգում ենք ձեզ սաղի, ձեր հերերին, բա ուր եք թռե արա։ Ուրեմն Արտուր տեսեք մեզով է քննադատում։ Դժբախտ եմ որ կնիկը վրից թռե, երեխեքը չիմանում ումից են ծնվել։ Այսպես մի հատ երևույթներ են։ Նույնն այդ Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքը տեսել եք, չէ՞։ Ասում եմ մարդ ուզում էր վրից թռներ թույնեց։ Ռոբերտ Քոչյանը ծանր է տարել Մարկո Ռուբիոյի այցը եւ մտածում է, որ միտումնավոր են փորձում ցավեցնել Ռուսաստանին։ Այդ 2000-ականների Ռոբերտ Քոչյանի եկի է չի, որ Պուտինը գնար զուգարան հերթ կայնեին, որ ցեպը իջացնեին հարցների հետ։ Դասի այ պորնիկ։ Մենք ինքնիշխան ժողովրդավարական երկիր ենք։ Մակրոնն էլ կգա, Ռուբիոն էլ կգա։ Դա նորմալ երևույթ է։ Այսինքն անկախ երկիր ենք, այլ երկրի ղեկավար կազմից իրավունք չունենք են Հայաստանում պաշտոնական այցով կամ աշխատանքային։ Սա փորձում է սադրի, սա փորձում է պարավակացիա անի Արտուր եւ իր կարճ խելքով ինչ որ մի երկու հատ ճկլասի քաղ տեխնոլոգիա բերել 2 կոպեկ փող են տվել, սրան ինչ որ խորհուրդներ են տալի, բա հելի իրավիճակը սրի, սենց բաներ արա, լուրջ է ընդունես կեղտը ու այդ կոնտեքստում է որ երեք ինչ որ հելը հաչում էր, բա հունիսի 8-ից հետո կալիզմա են կանելու, ինչ որ ինձ են գրում, բա դու ինձ արդեն հոդվածներս են ուղարկում, ես հունիսի 8-ին ինչ հոդվածներով եմ դատվելու։ Սրանք լրիվ գիժ են։ Անենց կալիզմականը Սիուշոյին ու քեզ Քոչյան Ռոբերտ։ Քոչյան Լյովիկը կոնգրես հյուրանոցի կրիչից ինքը իրան գլխիկ գցի։ Շանցենի որ տաղարներ իրան շուտանից գլխիկ գցեր։ Էլի ռոժը ծռած ընկելա բանա, դեմքը ծռած բաներ է հաչում քաոս արշավին։ Պուտանկի պես ընկելա քուչեքը։ Բանից երբ էր դուս գալի էսի։ Հասկանում որ խրխրում են։ Հասկանում որ ես խոսք եմ տվել հայ ժողովրդին, որ սրա բջերին տանալու եմ Լեդի Հակոբի աղբոր Սիմոնի բազարում մալացա կաշկա քչեն։ Մատը գալու եմ քացով տամ Քոչյան Լովիկի ворին ասեմ դե սիկտիր էլ աշտեից արա։
իրավունք չունես դու աշխատես հայերի մեջ։ Բաքվի բերդից Ռուբեն Վարդանյանը սպառնացել է Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել է, որ վիրավորական է, երբ սպաները Բաքվի բերդում են, իսկ Հայաստանում զորահանդես են անցկացնում։ Ես այդտեղ քննարկում եմ, որ ամսի 28-ին մայիսի պատրաստում եմ ռազմական շքերթ։ Ինձ թվում է դա անբարոյական է, երբ որ հիմա նույն ժամանակ զինվորները եւ սպաները գտնում են Երեն հիմա եւ գտնում են բանտում Ադրբեջանի շքերթ անցկացնել եւ ես նորից հիշեցնեմ, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով եւ զենքով, կոչումներով եւ տարբեր ձևի ուրիշ բաներով, այլ ամենական ոգով, բարոյական եւ հայրենական ոգով։ Եվ ես կոչում եմ բոլորին, որ իսկապես հայրենասեր է, որ մենք դուք չմասնակցեք այդ շքերթին, որովհետեւ դա անբարոյական է այս վիճակում, երբ որ մեր սպաները զինվորները գտնում են ստեղ, դուք անեք շքերթը եւ դա ոչ մի դեպքի թողնում ինձ հանգիստ, որտեղ ես ասում հաշվում դա անբարոյական է, որ մեր տղեկստը գտնվելով 6 տարի է, մարդիկ ավարտան 6 տարի է, չունեն հնարավորություն ոչ ստանալու ոչ իրենց բարեկամ, իրենց մոտիկների ֆոտոները, իրենց մոտիկներից նամակներ, իրենց մոտիկներից շորեր, ուրիշ բաներ եւ դա ոչ մեկ ձևով չի կազմակերպված Հայաստանի կողմից, գլխավոր համակարգը, որը պարտություն է գրել, չի անում ոչ մի բան, որ այդ մարդիկ գոնես գան, որ իրենց հետևը թիկուն կգան այդ պետությունը։ Դու հիմա հենց Հայաստանից են խոսում։ Գնացը էշ խելքից գերի անգե ռուսների խելքին ընկած։ Փոխանակ ռուսներին ասի ախպեր ջան, ես ոնց գերի ինգա ձեզ լսա, հենց Հայաստանից է խոսում։ Այդ ուй բարերար է, սրանք իրանց բարերար է յան բանում Երևակայում։ Բարերարը արա բերում է հայ ժողովրդին կողմում է բանկի տոկոսի, դա ոնց որ դու էիր ամերիկա բանկով։ Այն պիղծ կնիկ են սիոնիստ։ Վերոնիկա Զոնաբերդը։ Բոլորի պատմությունները գիտենք, չէ՞։ Վարդան Ռուբեն մեծ գլոխ տղետ բա ուրա։ Դու նստած ես, պետք է մի բան անի արա։ Վայ դաուն։ Ինչ իրավունք ունի գեներալը գերի ինգնի։ Մենք սենց էս ֆունկցիաներին, էս գեներալներին ենք, չէ՞ տեսես իրանք ով են։ Պատկաբլուշնիկ, այն մեկի կնիկը բիրկին սունկով րոպեն մեկ նկարվում է, մեկը կանգան թողել է, գնացել այդ պուտանկի հետա պսակվե, մեկը իա կանգանից խաբար չի, մեծ տկլոր նկարներն է ուղարկում, գրգռված մահագալի Մոսկվայի քուչեքում, արա դուք ով եք արա, ամոթա հրապարակ ենք, այդ չուլեր, Սպաները Բաքվի բերդում։ սպաները, վայ, Բակո Սահակյանը, Բակո Սահակյանը, բան է, շարքային պլանք հաշ, Գրանատը մտնում էր բան էր, կանեփի արտեր էր, պատմեմ, ասեմ արա դուք ով եք, Վարդան Ռուբո։ Ղարաբաղցիները սկսել են եթերներում բողոքել Հայաստանից եւ տենչում են Քոչարյանի վերադարձը։ Փաշինյանը ինչ է, ցավը տանիմ, ինչ է, մարդասպան չի, հա, այնքան հղիկանայք բլոկադայի ժամանակ 1000 անգամ կներեք, այնքան հղիկանայք իրենց երեխեքին կորցրի, ուտելիքի պատճառով, մթերքի պատճառով, որ չկար մթերք։ Քոչարյանը լիներ, այդպես կլիներ, դու 9 ամիս փակ պահել ես չես թողել մի կիլո պեսոկ մտնի քաղաք, գոնե երեխաների մի կոնֆետը, որ տեսնում է, այդ տապիտի տեսնեմ, որ մեր ցավը զգան։ Բոլոր երազների թեման, մտորումների թեման Արցախն է։ Ես այնպիսի լավատես մարդ եմ, որ հավատացած եմ, անպայման Արցախը հետ ենք բերելու, ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, արդյոք ես ճիշտ եմ հավատով լցված, արդյոք հույսներս չկորցնենք։ Ես միգուցե մի քիչ ավելի դիվանագիտական լեզվով ասեմ, հիմա հետևյալը։ Ինչ որ հնարավորությունների լիմիտ կա։ Ինչ է հնարավոր անել, ինչ հնարավոր չէ։ Որևէ մեկը ավելի շատ չի կարողանալու անի, քան կարող եմ ես անել։ Իհարկե։ Ուրեմն 30 տարի այ անավված քրդի շներ, 30 տարի հայ ժողովուրդը ոչ միայն փողա տվե, իր երեխեքի բերինցա կդրե, իր երեխեքին է տվե, արա, այդ տվարներ։ Այդ Ղարաբաղի պոստերում մեր հայ զինվորն ա եղել, Շիրակի մարզից, Սյունիքից, Երևանից, Արտաշատից, Աշտարակից, այ համբալներ։ Մի հատ Ղարաբաղցի ցույց տվեք, ոնց ծառայել է զինվոր։ Իրանց դաունները տունը դիվանին պարկած էին կամ
Ստե ինստիտուտներն էին սովորում։ Այն 90 համարով նիվեքով բանով մոռացել են կարայի կերտել։ Բանել լսում Ստիպանակերտ, Հա։ Ռաստիգորը։ Այն պորնիկի վաստակը, որ սատկեց այն Զորի Բալյանն, ինչ կյանցեր խփում են այն կեղտին Արկադի Ղուկասյանի, որ հավաքել էր այդ թայֆին, ասում էր Նախկին ոստիկանապետ Ալիքս Սարգսյանը նույն ինքը Ալիքս Սերգեյիչը ուղիղ եթերում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի գրքում եւ իր սերն է դեպի Քոչարյանը ցուցադրել։ եկեք քութիկի պես կաներա Քոչարյանի կողը վերջում էլ բարևա տալի, մի հատ էլ փաթաթվում են, մատ էլ բանա։ Սրանց մեջ մոդա է, չէ, այդ բանի այդ Ստեփանովիչի Կոգոդիլոսից Կաշվից, ով որ չունի այդ կուրկից, այդ էլիտայի անդամ չէ, կուրկեն հակը Կոգոդիլոսի մի 30,000 դոլարանոց։ Այն մուկնել է տենց էր, չէ՞, իր մեծը դատարան գալի։ Եկա մարդ է, Սարա։ Պագոններից է տամաչի, չէ՞, իսկո պագոններ ենք պոկելու։ Դու արժանի չես գենրի կոչմանը։ Մենք կարդացինք այն օրը 5 միլիարդից ավել է սրա ապորի ցակման գույքը, ես նշեմ, որ ավելի շատ կա, մենք արդեն սկսել ենք աշխատանքները, քանի որ Ալիկ Սարգսյան կոչվածը չհասկացավ, որ մեր թշնամուն է գնացել միացել։ Վարակ Քոչարյանին, այդ սիֆիլիստին։ Ուրեմն լսեք արա, Ալիկ Սարգսյան։ Կտանեմ, գցեմ Գասպարյան Վովայդ կռվցնեմ քեզ։ Իրար շատ եք սիրում։ Բայց որ փրշտում եմ Գասպարյան Վովան քակումա տակ իրաց տան մեջ, դա դու ֆիքսի։ Ալիքս Սերգեյիչ, այսօր դու մեր մեքենայի հանները ֆիքսի, մեզ ֆիքսի, վիզիտկան ես քեզ առանձին կուղարկեմ ու մտ ծակ մարի, որ մտնես։ Ճիշտ կլինի մկան ծակ։ Մկներին շատ ես սիրում։ Այս եւ այլ կարևոր թեմաներով լի հրատապ եթերը դիտեք մայիսի 27-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։